Ոնց ես։ Դավ, դու ճիշտն արեցիր։ Չէ։ Դե որ հաշտվեցիր Կարենի հետ։ Չէ, թե հաշտություն չի։ Ոնց կարա հաշտություն ունի երկու իրար ատող մարդկանց մեջ։ Մի քիչ շատ չես չափազանցնում։ Չէ, այդ հենց ատելությունն է ու սաղ կյանքի համար։ Այս դպրոցից դուրս ես նայած եմ անել, որ ինքը սաղ կյանքը նեղվի։ Այս կյանքը մենակ այս դպրոցով չի սահմանափակվում։ Այնքան առիթ կլինի։ Ինչի ես սենց ահավոր բաներ ասում։ Մեկ-մեկ տպավորությունն է, որ ես քեզ չեմ ճանաչում, ոնց որ անծանոթի հետ խոսեմ։ Ինչի։ Դե որովհետև այն Դավոն, ում ես մանկությունից գիտեմ, չէր կարա ինչ-որ մեկին այսքան ատեր։ Կարանք։ Սա աղս է կարանք։ Ոքի ձեր կյանքում չկա այդ ինչ-որ մեկը, իսկ իմ կյանքում կա։ Չնայած քո կյանքում էլ կա։ Ու ով է։ Բելա։ Չէ, ես չէի ասի, որ իրան ատում եմ։ Նա ավելի շակ է։ Մելը կուզեի տեն ստորացնեիր, մենակ իրան։ Մեկ-մեկ ուղղակի մտածում եմ, եթե ինքը Մելսին սիրահարված չլիներ, ինչ կլիներ, կամ եթե սենց բաներ չաներ։ Հա, բայց ինչ անում, բանը չի անում։ Կամ դու ավելի շատ հակառակից ես վախենում։ Հակառակից։ Այսինքն։ Դե այսինքն Մելսը իրան սիրահարվի։ Ինչի հետ հնարավոր է։ Եթե Մելսը տենց բան անի, ես կյանքում իրան չեմ հասկանում։ Մարդ ոնց կարա քեզ սիրահարվի, հետո Բելային։ Դե հա։ Մենք միշտ էդ ենք ասում։ Մելսն էլ է ասում, որ հնարավոր չի, որ ինքը Բելային սիրահարվի։ Բայց սիրահարվել ընտրովի չի, չէ՞ Դավ։ Եթե մենք ընտրեինք ու մենք սիրում, ինձ թվում է ամեն ինչ ավելի հեշտ կլիներ։ Դու Սյուզին չէիր սիրի, ես էլ Մելսին։ Հա։ Իրար կսիրավենք, չէ՞։ Լավ։ Այն շուն օրեր կներես։ Դու էլ հերիքա ինձնից փախնես։ Դու էլ հերիքա Լևոնից խոսես։ Կաներես, այդ նայելու պահով չպետք է ասեի, իմ գործը չի։ Մենք խոսացել էինք ու ես խնդրել էի, որ այդ մասին ինձ չհիշեցնես։ Հիշացնելով չի, նենց չի դու մոռանում ես։ Հա, բայց երբ որ դու ես ասում, այդ ուրիշ է։ Ինձ անընդհատ թվում է, ինչ որ մեկն էլ այդ կնկատի։ Ոչ մեկ էլ չի նկատի։ Բոլորն իրենց գործերով են տարված։ Ոչ մեկին էլ չի հետաքրքրում, թե ուրիշը ինչ ազգում։ Այսինքն քեզ հետաքրքրում էր, որ նկատեցիր։ Դե չգիտեմ ոնց եղավ։ Մտքովս անցավ, տենց պատահական ասեցի ու պարզվեց ճիշտ է։ Ինչ։ Դե հա, հո ես վստահ չէի։ Այսինքն եթե ես քեզ այն օրը, այն առաջին օրը ասեի, որ ես Լևոնին չեմ սիրում ու որ դու սխալ ես հասկացել, այս ամեն ինչը չէր լինելու։ Մեզ դու ինձ խաբեցիր ու ես քեզ ասեցի իմ ամենասարսափելի գաղտնիքը։ Դե լավ, ինչ սարսափելի գաղտնիք Բելա, դու ուրիշ գաղտնիքներ չունես։ Քո արարք ուղղակի ստորություն է, Մելս։ Դու ինձ խաբեցիր ու ես քեզ ասեցի մի բան, որը երբեք ոչ ոք չպետք է իմանար։ Քեզ թվում է Լևոնը չի հասկացել։ Լևոնը ինձ ուղղակի ընկեր է համարում, այսօր ինձ այդ մասին ասեց։ Ու Լևոնը անկեղծ մարդ է, ազնիվ է, ինքը ուրիշի զգացմունքների հետ չի խաղա։ Ու Լևոնը անանուն նամակներ չի գրում, չի ծաղրում, ուրիշի հոգու հետ չի խաղում։ Ինչ անանուն նամակներ Բելա։ Մեծ դու շատ վատ մարդ ես, շատ վատ մարդ ես։ Ես միշտ մտածել եմ, որ քո մեջ մի լավ բան կա։ Միշտ վստահ եմ եղել, որ մարդու մեջ չի կարող բացարձակ չարություն լինել։ Մտածել եմ, որ քո մեջ մի լավ փոքր բան կա հաստատ։ Ես հրեշ չեմ։ Հրեշ ես։ Ուզում ես իմանաս, ինչի եմ ես երկու օրս սառը քո հանդեպ։ Որովհետև ես ամեն ինչ հասկացել եմ։ Ինչ ես հասկացել։ Ախր ես խոստացել էի, որ ոչ ոքի չպետք է վստահեմ։ Ինքս ինձ խոստացել էի։ Ով է քեզ սենց նեղացրել։ Հայ, սա գրքերը տեղը դնեմ գնանք։ Մեզ ինչ ես տեղ կորցրել։
Հա, քեզ վերջին անգամ 4-րդ դասարանում էինք ստեղ տեսել։ Բելա։ Ինչ որ բան է եղել։ Բացի այն, որ սաղդ անկապ խոսում եք իր հասցեին, չէ, ոչ մի բան էլ չի եղել։ Կներես իհարկե, բայց ամենաշատը դու էիր իրան նեղացնում Դավոյի հետ։ Էս ինչ էր։ Շաքեն որ իմանա, Ինձ թվում է պետք չի որ իմանա։ Առանց այդ էլ դասարանում ամեն օր մի հիմար պատմություն լինում է։ Հա իրոք, պետք չի Շաքեին ոչ մի բան ասել։ Դե Մելսնա էլի մի անկապ բան խոսացել է, Բելան էլ նեղվել է։ ես Շաքեի վրա եմ զարմանում։ Ոնց է ընդհանրապես Մելսին սիրում։ Ինչի՞։ Դպրոցում քանի աղջիկ կա Մելսին սիրահարված։ Հա իրոք, թողնես բոլորը մենակ Մելսից կխոսեն։ Բայց այնքան սառն է։ Այդ մեր հանդեպ է Սարա, բայց վստահ եմ դպրոցից դուրս իր Շաքեի պատմությունը լրիվ ուրիշ ռոմանտիկա է։ Երեխեք դուք լուրջ մտածում եք, որ Մելսը դպրոցում ուրիշ մարդ է, դպրոցից դուրս ուրիշ։ Չէ, եթե անկեղծ ես երբեք չեմ զգացել, որ Մելսը Շաքեին անկեղծ սիրում է։ Ալա ջան, կարևորը Մելսը է զգա։ Դե լավ, վերջացրու գնանք։ Որոշում եմ այսօր էլի տունեմ գնալու հորս հետ կռվեմ, չեմ ուզում գնալ։ Դու էլ մի կռվի։ Օրինակ ես տենց եմ անում, որ ջղայնացած են լինում մերոնք, գնում եմ ու լսում եմ այն ինչ ասում են։ Հետո գնում եմ իմ սենյակ, թողում եմ իրենք իրենց ասածը ասեն, որովհետև մեծերը տենց են, դա որ հակաճառում ես ավելի է երկարում։ Ահա դու աղջիկ ես, Շաքե ջան։ Քո վրա ինչքան է ջղայնանան, մենշն ասի ինչ որ տաղուկ ասան։ Տղեկի համար դժվար է։ Վայ, Դավ, ինչքան է սիրում դրամա սարքել։ Դավ, խնդրում եմ։ Երեխեք ուղղակի ժամանակ է պետք, որ… Հա, գիտենք, հասկանում ենք։ Բայց իրոք ժամանակ է պետք։ Հա, այս մի տարին էլ ձգենք, հետո հեշտ կլինի։ Էլ չենք տենա իրան։ Իսկ իրար, Այսինքն, դե դպրոցից հետո իրար կտենանք։ ես չէ ուզի դպրոցից հետո քեզ կորցնեի։ Ու ընդհանրապես։ Մարթա, գնում ես արդեն։ Հա, այսօրվա համար վերջ։ Սա վերջ։ Սա ինչ է։ Գումարի մի մասն է։ Գոնե զարդերդ բանկից կհանես։ Ես մյուս մասն էլ անպայման կվերադարձնեմ։ Իսկ դու լուծացիր քո խնդիրը։ Ամեն ինչ կարգավորվեց։ Դեռ չէ։ Ուրեմն սա պետք չի։ Մարթա, խնդրում եմ վերցրու, հա։ Չէ, Վահե, ես եմ խնդրում։ Ինչի սա պետք է զգունվարը, եթե դու խնդիրներ ունես։ Ինչի ես այսքան լավ։ Շնորհակալ եմ։ Վաղը կհանդիպենք։ Անպայման։ Հա, իդեպ։ Կիրակի օրը ինչ ունես անելու։ Առանձնապես ոչ մի բան։ Կարող է սուրճ խմենք։
Վահե։ Չես գնում։ Արդեն գնում եմ։ Լարա, սա վերցրու, հա։ Սա։ Սա ի՞նչ է։ Գումարի մի մասը։ Դե պարտքը։ Իսկ դու լուծեցիր քո բոլոր հարցերը։ Դեռ չէ։ Բայց մեկը մյուսի հետ կապ չունի։ Չէ, Վահե, տես, եթե դու դեռ չես լուծել քո հարցերը, իմաստ չունի, որ ես սա վերցնեմ։ Հաստատ այդպես ավելի ճիշտ կլինի։ Ես չեմ կարող վերցնել, եթե դու շատ լուրջ խնդիրներ ունես դեռ լուծելու։ Ինչի ես այսքան լավ։ Իդեպ շաբաթ օրը ինչ ունես անելու։ Առանձնապես ոչինչ։ Կարող ես սուրճ խմենք։ Հա։ Բայց կարծում եմ դպրոցում դեռ Դե հա, բարձա, ոչ ոք պիտի չիմանա։ Ես պատկերացնում եմ մի սուրճը ինչ կսարքեն։ դե հա։ Համ էլ այդպես դու քեզ ավելի հանգիստ կզգաս։ Դե հա։ Գնանք քայլենք մի քիչ։ Երեկոյան, հա։ Ինչի՞։ Որովհետև ուզում եմ դասերս անեմ, որ շատ գիշեր չլինի, հետո մամային կասեմ, որ Բելային ստաննեմ, գնանք քայլենք։ Լավ, Չես նեղանում, չէ։ չէ, հասկանում։ Պրես։ Գնանք։ Բել, երեկոյան ես ու Լևոնը գնալու ենք քայլելու, մամային պիտի ասեմ, որ ձեր տանն եմ։ Մեր տանը, այսինքն խաբես։ Դե միակ տարբերակն է, որ հանգիստ լինի։ Դե լավ, եթե դե հա, Ապրես։ Լևոն ո՞նց ես։ Նորմալ։ Նա ապրես շատ։ Էս ինչ էր։ Ինչը։ Դե ինչի ես հարցնում ոնց է, չես տեսնում։ Դե հա, ուղղակի այսօր անտրամադիր էր, չէ՞։ Դե քեզ էլ է ասել։ Հա, մոռացել էի։ Մոռացել էիր։ Դե մտքիցս թրել էր։ Առավոտ Աթոյանը ասեց, որ գնահատականներս լավ չի, ամբողջը դրա մասին էի մտածում։ Պարզը։ Իսկ քեզ ինչ է ասել Լևոնը։ Ինձ դե ուղղակի ասեց, որ տխուր է ու ոչ մի բան չպա։ Դե այն ինչ քեզ էլի։ Կիսվում ա քո հետ։ Չէ, ընդհանրապես չի կիսվում։ Ուղղակի այսօր այդպես ստացվեց։ Բայց դրա մեջ ոչինչ չկա, չէ՞, մենք ուղղակի լավ ընկերներ ենք։ Դե հա։ Վիկա, ինչ կլինի։ Թողնեմ մի անգամ ձեր խումբը մեզ սենյակը զիջի։ Չէ, մհեր, չի լինի, որովհետև բոլորս ենք այդ միջոցառմանը մասնակցում, չի լինի ձերը պատրաստ լինի, մերը չէ։ Բայց դուք էլ կհասցնեք։ Բելա, գոնե դու մի բան ասա։ Ես ինչ ասեմ։ Դե որ մենք ոչ մի անգամ դեռ փորձ չենք ունեցել։ Չի հավատում ինձ։ Դե հա, իսկապես մենք ոչ մի անգամ չենք փորձել։ Ինձ չի հետաքրքրում։ Գնացեք սենյակ գտեք, ուրիշտեղ փորձեք։ Ես իմ թատերական խմբի համար պատասխանատու եմ։ Չէ, դու ուղղակի վախենում ես, որ մենք ավելի լավ կպատրաստենք։ Վիկա, սպասի։ Ամեն անգամ սենց ես անում։ Ասացի չէ, մհեր։ Երեխեք այսօր դպրոցում ապրածս ամենաերջանիկ օրերից էր։ Էլի սկսվեց։ Բա, ես հավատում եմ, կարելի։ Կարնի համար ես ասում։ Դե հա, շատ ուրախ եմ, որ մնալու ես մեր դասարանում։ Վայ լավ, ժազ, ոչ էի կորելու, կշփվենք դեռ։ Չէ, տենց մի ասա։ Ես ուզում եմ, որ իմ բոլոր սիրելի մարդիկ իմ կողքին լինեն միշտ։ Ես ամեն առավոտ արթնանում եմ ու Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ մաման կա, պապան կա, տատիկը կա, փոքր աղբերս կա, Վարդանը կա, Կարենը կա, Սյուզին կա, Սևակը կա։ Ու տենց ամբողջ դասարանի անունը տալիս եմ։ Նենց սաղինը, հա? Դե, համարյա էլի։ Կարա մի բան հարցնեմ։ Հա, իհարկե։ Ինչ ես այսքան նկարում ես բլոկնոտի մեջ։ Ես նկարում եմ։ Ես։
Էլի կախեց։ Ոնց է իր ասում, լեզվամտածողության ուտիլիզացիա։ Լավ երեխեք, չի կարելի։ Անտանելի եք, ես գնում եմ։ Բայց օգուտ խորքում շնորհակալ ես, որ մենք կանք։ Սպասես կճանապարհեմ, հետո կգնամ տուն։ Գնացինք։ Մենք էլ գնանք, մեկը նույն ճանապարհի վրա ենք, հաշիվը փակեմ գնանք, հա։ Դու դավոյին փրկեցիր։ Ես ման չեմ անել։ Մելս, ինչի ես տխուր։ Շաքեր, ինչի ես ինձ սիրում։ Ինչ։ Ես ինչ հատկանիշ ունեմ, որի համար կարաս ինձ սիրես։ Միտեղ կարդացել եմ, որ եթե կարողանում ես ասել ինչի համար ես սիրում, ուրեմն իրական կյանքում չես սիրում։ Ես վատ մարդ եմ։ Հիմարություն ես ասում։ Չգիտեմ, մտածում եմ էլի ուղղակի։ Բոլորս էլ թերություններ ունենք, Մելս։ Հա, բայց ես երևի սաղից շատ, չէ՞։ Դե դու ընդամենը մի թերություն ունես, որը որ ինձ խանգարում է։ Ու այդ որն է։ Խաբելդ։ Դու ինձ ինչ-որ հարցերում միշտ խաբում ես, Մելս։ Ես ոչ մինեն սուտ չեմ ասել, որ տենց կարևոր է լինի։ Հա, բա կռվի երեկոյան։ Դու ինձ ասացիր, որ մենակ ես եղել, բայց Բելայի հետ ես եղել։ Իրա համար ես կռվել։ Ինքը ընդհանրապես կապ չունի, Շաքե։ Ես այդ տղեկին անկապ կպա։ Կարայի թողնեմ, որ գնան, բայց խոսացի։ Խմած էին, պետքա հասկանայի։ Նենց չի հանում Բելայի եմ արել։ Բայց ինձ խաբեցիր, չէ՞։ Հա, որովհետև չուզեցի մի հատ էլ բացատրեմ, թե խի եմ Բելային տեսել այդ ժամին։ Դե հիմա ասա։ Փողոցում հանդիպեցինք պատահական։ Ինքը Ինեսայի տնից էր գալիս, ես էլ դուրս էի եկել քայլելու։ Դավոն է ասել։ Բայլով պետք է ասեր։ Պատահական է ասել։ Նենց եմ հոգնել Շաքի արդեն։ Չես գալիս։ Ստեղ ես։ Տենց էլ գիտեի։ Սևակ, ինչի ես եկել։ Խանգարեցի։ Չէ, ուղղակի անսպասելի էր։ Ուզում էի այսօրվա ասած այդ մասին խոսայի։ Ինչի մասին։ Դե որ ասցիր, այն մարդկանց ում սիրում ես, ուզում ես միշտ կողքիդ լինեն։ Դե բոլորն էլ տենց են ուզում։ Դե միշտ չի որ տենց է։ Մեկ-մեկ մեր սիրելի մարդիկ մեզնից հեռու են լինում ու դրան էլ է պետք հարմարվել։ Ես չեմ ուզում դրա հետ հարմարվեմ։ Ու դու քո սիրելի մարդկանց մեջ ինձ էլ թվարկեցիր։ Ես Ձեռքդ տուր։ Կարես նկարես։
Գիտես ինչ եմ սիրում այսքան նկարել։ Ինչի։ Որովհետև նկարների մեջ կարելի է հավերժանալ։ Ջոս։ Ես հավերժություն չեմ ուզում, Ջոս։ Իմ համար այս պահը ամեն ինչ է։ Բարև ձեզ։ Ես Լիլիթն եմ, Ինեսայի մաման։ Ծնողական ժողովին հանդիպեցինք, բայց չհասցրեցինք զրուցել։ Հա, իհարկե, համեցեք ներս եկեք։ Շնորհակալ եմ։ Եկեք համեցեք, շատ ուրախ եմ, որ եկաք։ Վաղուց էի ասում Ինեսային, որ միասին գաք մեր տուն։ Հա, գիտեմ, ասել էր։ Այսօր երեկոյան պարզապես ազատ էի, համ էլ մտածեցի, քանի Ինեսան էստեղ է, գամ միասին երեկոյան տուն կգնանք։ Ինեսան։ Էստեղ։ Չէ։ Բարև ձեզ։ Ինեսան ասեց ձեր տուն է գալիս։ Հա, ճիշտ է ասել Ինեսան։ Այստեղ էր։ Էր։ Հա, գիտեք, ինքը 5 րոպե առաջ դուրս եկավ մեր տնից։ Դա տարօրինակ է։ Չէ, գիտեք, ինքը ասեց շուտ տուն գնա, որովհետև շատ դաս ուներ անելու, դրա համար շուտ։ Հա, դասեր ունեն անելու շատ են դասեր։ Դա այնքան դաս են տալիս դպրոցում, Բելան էլ մինչև գիշերվա 1000-ը նստում է գրավոր անում։ Լավ, այդ դեպքում ինձ կներեք ես գնամ։ Չէ, եկեք գոնե սուրճ խմենք միասին։ Չէ, մի ուրիշ անգամ։ Ինեսայի հետ միասին կգանք, հիմա ես գնամ, ինձ էլ կներեք սենց առանց զգուշացնելու եկա, մի տեսակ անհարմար ստացվեց։ Ինձ կներեք, ես գնամ, հա։ Չէ, ինչ անհարմար ստացվեց։ Մենք ձեզ Մամ, ես քեզ ամեն ինչ կպատմեմ, մենակ հիմա արագ զանգեմ Ինեսային, խնդրում եմ։ Եթե քեզ անհանգստացնող ինչ-որ բան կար, կարելի էր ավելի շուտ ինձ ասել։ Ես ուղղակի իմ համար նեղված նստած էի, Բելանը եկավ, մի երկու բար խոսացինք։ Բայց ես ինձ հիմար էի զգում։ Լևոն, ես եմ քո ընկերուհին, ոչ թե Բելան։ Ես պետք է ավելին իմանամ, քան ինքը։ Ուրեմն հարցն էր Ինեսը։ Ախր դու գիտես, որ շատ խառը շրջան է, ու ես հիմա պետք է գնահատականներս ուղղեմ։ Գիտեմ, դրա համար էլ չուզեցի քեզ անհանգստացնել դպրոցում։ Ալո։ Հաբել։ Լավ, չես ասել, չէ՞։ Լավ, գալիս եմ։ Ես պետք է գնամ։ Դու։ Հիմա։ Լևոն, մաման գնացել է Բելայից տուն ու Բելան ասել է, որ ես դուրս եմ եկել իրանց տնից հենց նոր։ Ես պետք է մամայից ավելի շուտ հասնեմ տուն։ Քո պատճառով ես սուտ խոսացի։ Կներես, մամ։ Հիմա եթե Ինեսային ինչ-որ մի բան պատահի ու իր մաման գա ասի, ինչի եք մեզ խաբել, ինչ ենք ասելու։ Մամ, դե ոչինչ էլ չի պատահի։ Ուր է հիմա Ինեսան։ Դե ասա ուր է Ինեսան, թե չէ հորդ կկանչեմ։ Չէ, մամա, պապային պետք չի բան ասել։ Դե ասա։ Լևոնի հետ է։ Այգում են հիմա, միասին զբոսնում են։ Ինչի Ինեսայի մաման դրա մասին չգիտի։ Դե մամ, իրանք հիմա թաքուն են հանդիպում։ Ինեսայի մաման շատ խիստ է այդ հարցում։ Ինեսան էլ խնդրեց, որ իր մամային ասի, իբր մեր տուն է գալիս, այդքան բան։ Դու գիտես դա ինչ հետևանքներ կարող է ունենա։ Դու գիտես։ Մամա, ոչ մի հետևանք էլ չի ունենա։
Դու Լևոնին գիտես, ինքը լավ տղա է, Ինեսային չի նեղացնի։ Փորձանքը որ գալիս է չի հարցնում, լավ տղա է թե վատ տղա է։ Գիշերով դրսում, մի բան որ պատահի։ Ես էլի, որ ձեր խելքին ընկա ու խափեցի։ Դե լավ, մամ, կներես։ Ինձ այդքան իմ խափելը չի անհանգստացնում, ինչքան քո խափելը։ Դու մեկ էլ սուտ էիր խոսացել, երբ որ այն դպրոցում խնդիրներ էին սկսվել։ Դու մինչև հիմա չհասկացար, որ խափելով հարց չի լուծվում։ Կներես։ Բելա ջան, դու կարևորը երբեք ինձ չխափես։ Ինչ էլ լինի, դու ինձ ասա, պատմի, ես կհասկանամ, չեմ բարկանա։ Խոստանում եմ չեմ բարկանա, կարևորը դու սուտ չասես։ Հասկանում ես։ Ամեն ինչ կարող ես ինձ պատմել։ Անպայման պատմի, հիշի, որ սուտ ասելը հարց չի լուծում, ախր դու ունես այդ փորձը։ Այմորդ ինչեր շուտ հասավ։ Ջիմրում ես։ Ոչ, ես ու դու ենք։ Շատ է։ Դա, բայց շատ չէր գոքու համար։ Սոված ես թե չես սիրում։ Չէ, ինձ հետո շատ եմ սիրում, բայց ինչ է կատարվում։ Ոչ մի բան, զանգեցի Մելսին, ասեց, որ սուշի շատ ես։ Ու Դավինչի սուշի։ Ես էլ փորձեցի կազմակերպել մեր երեկոյան ընթրիքը։ Միասին հացնենք։ Ամեն տեսնեմ, թե ինչ սուշի է։ Մելսից ես հարցրել ինչ եմ սիրում։ Խափելա։ Չէ, ինձ հետո ճիշտ է ասա։ Խոժելի տեսք ունեմ։ Լսի, դասարանում, որ հավաքվում եք, սրանից եք ուտում։ Հա։ Մի բան ասեմ չես հավատա։ Տոնոյանն էր եկել մոտս։ Ասեց, որ գնացել ես մոտը խնդրել, որ դպրոցում մնաս։ Ապրես, ես շատ ուրախացա։ Ինչի։ Դե, վերջապես կարողանում ես ինքդ քո հարցերը լուծես։ Մի խոսքով ես ուրախ եմ, որ բան ես որոշել ու արել ես։ Լավ, նամիտ։ Լավ ես իմ ասեմ։ Շատ համով է։ Ասյա Կապովնա։ Ճանապարհ տվեք, ընկեր Շանունց։ Չհասկացա, իմ հետ նաբերեժնի չես գալիս վազելով, բայց դրանից ծաղիկ ես ընդունում։ Ումից։ Ինչ իմանամ, ումից ով ա ուղարկել։ Այս ծաղիկները հա, նվեր եմ ստացել, շատ լավ է, շատ գոհ եմ։ Ինչից ես գոհ, ինչն է սրա լավը։ Գեղեցիկ կա։ Այդքան բան, հա։ Դե, աղջկա մոտ դրական էմոցիաներ են գալիս, ծաղիկներն վեր ստանալիս։ Աղջիկ ջան, մարդու օրգանիզմում դոֆամինը կաչոկ ալինում, երբ որ ուժային վարժություններ ես անում։ Դուք ինչ գիտեք։ Ձեզ նայելով չէի ասի, որ դուք ուժային վարժություններ եք անում։ Իսկ ես ծաղիկը ուղարկողը չի ֆայմել, որ կարող է այսի ձեր համար ծանր լինի։ Տվեք ես կպայեմ։ Ծանր չի, հետ տվեք։ Ասում ես կպայեմ, ինձ համար խնդիր չի, Ասյա ջան։ Ինքես Շանունց։ Ասա, թող նա, Չեք հասկանում։ ասեցի կպայեմ ես, իա։ Ինչ է այստեղ կատարվում։ Ընկեր Շալունց, դուք դասի չեք, երեխաները արդեն երկար ժամանակ ինչ արևի տակ վառվում են։
Կոնֆետներից անցելա ծաղիկներին։ Ընկեր Տոնոյան, ճիշտն ասած ես ձեր ծաղիկներն են Դավիթի հայրն էր ուղարկել, բայց այս վիճակում են։ Այն վիճակում են, որոնք պիտի լինեն։ Տար։ Դե։ Այստեղ տենց գիրք ճարվում է, որ դու չես կարդացել։ Քեզ կարամ մի բան ասամ։ Հա, իհարկե։ Ինեսան ներեք մի քիչ նեղվել էր, որ իր այդ չեմ խոսացել սկզբից ու քո հետ եմ կիսվել։ Քեզ կարամ խնդրեմ, որ Ինեսային չասած, որ մենք խոսում ենք բան, այդ մեր մեջ մնա։ Չէ, Լևոն, արի ընդհանրապես չքննարկենք այդ մասին, որովհետև ես չեմ ուզում Ինեսային նեղացնել ու չեմ կարծում, որ մենք ինչ-որ բան ենք անում, որ պիտի խաբենք Ինեսային։ Հասկանում եմ, բայց Լևոն։ Հա։ Մենակ ես։ Հա, չի երևում։ Գրքի հետևից եմ եկել, հիշում ես, որ երեք ասեցի։ Հա, ոնց չէ, սպասի ասա ես կտամ։ Հիշում եմ, որ գիրքներ։ Երեկվանից դու մաման ահավոր ա դարձել, խոսամ գամ, հա։ Հա, մամ։ Այդ որ գիրքներ։ Այս էլ ինձ ասել էր։ Ապրես շատ։ Բել ինքը մուտքի մոտ է։ Ես դուրս կամ գնանք, հետո դու կգաս, հա։ Բայց ես ոչ մի վատ բան չեմ արել, որ թաքնվեմ։ Հա, հասկանում եմ։ Ուղղակի չեմ ուզում էլի վիճենք։ Մենք գնանք, քեզ կգրեմ, դու կգաս, հա։ Ապրես։ Մեր ժամանակ տղա աղջիկ ընկերություն էին անում ու մաքրություն կար էլի։ Հիմիկվա երեխիքը Չես ծամծում, բան ունես ասելու ասա։ Շակե ջան, ես որ իմանամ քեզ կասեմ անպայման։ Վրդա դու կարող ես լավ չես։ Տես լավ չի, զանգի Բելայի կյանքը պատմի։ Ինյա դե լասա, որ Բելան անոնիմ նամակներ է ստանում։ Լրություն։ Հանգիստ ձեր գործին անցեք։ Դե, եթե օրինակ իմանայիր, որ Բելան ու Մելսը իրար հետ թաքուն շփվում են, ինձ կասեիր։ Շոքի լուրջ ես ասում։ Իմ մտքով անգամ չի անցնում, որ Բելան տենց բան կանի։ Ինքը կյանքում չի շփվի այն մարդու հետ, ով որ ընկերուհի ունի։ Don't you run away. Don't run away from me. Fill my empty night. Revitalize my heart. Don't you run away. Don't run away today.